Բարի վերադարձ առաջին ծրագիր, շարունակում ենք մեր եթերը եւ այսպես ապրիլի 21-ից մայիսի 8-ը Երևանում եւ Աբովյանում կանցկացվի մոնո ներկայացումների Արմոնը միջազգային թատերական 23-րդ փառատոնը։ Այս տարի փառատոնի մասնակից երկրներն են Ֆրանսիան, Գերմանիան, Լեհաստանը, Իրանը, Ռուսաստանը, Ռումինիան եւ Վրաստանը։ Փառատոնի ընթացքում կցուցադրվի 27 մոնո ներկայացում, որոնցից 7-ը միջազգային ծրագրում։ Այն ներառում է բազմազան մոնո ներկայացումներ, մոնոդրամա, մոնոդոկ։ Եվ այս առիթով մեր տաղավարում է Արմոնո փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը։ Բարի լույս։ Բարի լույս։ Ոնց եք։ Լավ։ Ինչ լավ է։ Դուք նորից ու նորից մեր իրականություն եք բերում մշակութային այս թատերական հրավառությունը։ Այո։ Ինչ է սպասվում այս տարի մեզ։ Դե ինձ թվում է մեզ անընդհատ տենց ամիս չկա, որ ինչ որ նորություն Արմոնոն չունենա, որովհետև թե մեր նախագծերը, որոնք շրջագայում են աշխարհով մեկ, որովհետև հիմա Նարինե Գրիգորյանը իր երկու փայլուն մոնո ներկայացումներով Ամերիկայի Միացյալ Նահանգներում է, Արման Մաթեոսյանը նոր վերադարձավ Էմիրատներից, փառատոնից, որտեղ հրավեր ստացավ, նաև հոկտեմբերին գնալ Եգիպտոս, իսկ մայիսին գնում է Մակեդոնիա, մենք մասնակցեցինք Արտավազդին, 3 նոմինացիա շահեց Արմոնո փառատոնը, դրա այդպես որ մենք ոնց որ ամբողջ շուրջ տարին մենք ընթացքի մեջ ենք, եւ դա երևի շատ հաճելի է եւ հիանալի է, որ մենք կարողանում ենք դա անել։ Եվ այս տարվա փառատոնը ես կարող եմ ասել, բացի այն հետաքրքիր ներկայացումներից, որոնք կմասնակցեն, որովհետև թե միջազգային ծրագիրը, թե մեր ծրագրերը շատ խիտ են, ինձ փառատոնի համար շատ կարևոր են ռիդինգներ, այսինքն ընթերցումներ, թատերական ընթերցումներ։ Այս տարի դա ֆրանկաֆոն բնույթ է կրում Մարգարիտ Դյուրասի հիման վրա, կլինեն տարբեր հետաքրքիր ընթերցումներ։ Ընդհանրապես ինձ թվում է, որ վերջերս այո, մեր դրամատուրգյան եւ դրամատուրգների աշխատանքը դա շատ կարևոր է եւ մեկ-մեկ դա ընկնում է 3-րդ կամ 4-րդ պլան, իսկ դա իզուր։ Հետաքրքիր բան եք ասում, որովհետև վերջին ընթացքում եմ ես նկատում, որ ավելի շատ նաև կիրառվում է հենց ընթերցանությունը, հա, հանրության համար եւ ավելի լայն տարածում է գտել արդեն։ Եվ եկավ արդեն նաև մոնո փառատոնի շրջանակներում նույնպես։ Ընթերցումները կատարվելու են այստեղի մեր տեղային թատրոններում, իսկ թե նաև դրսից հրավիրված։ Չէ, դրսից չէ, բայց գիտեք ինչ, դա իրոք շատ կարևոր է, որովհետև ընթերցումները հնարավորություն են տալիս, մենք նույնպես ունենում էինք ընթերցումներ, բայց գիտեք, վերջերս իրոք, ես կարծում եմ դերասանի համար դա շատ կարևոր է, թե նա ինչ նյութ է խաղում։ Եվ մեկ-մեկ լինում է, որ բեմադրիչները վերցնում են մի գործ, որը դերասանների համար միգուցե որևէ նյութ չունի խաղալու եւ արտահայտվելու։ Դա դառնում է մի փոքր սենց ավելի շաբլոն եւ ոչ խորացված։ Դրա համար ինձ թվում է, որ մենք իրոք պիտի վերադառնանք նոր կլասիկ, բայց դրամատուրգիային, որովհետեւ դա նույնպես պրոֆեսիա է եւ շատ կարեւոր։ Այո։ Եվ մեկ-մեկ լինում է, որ մենք դիտում ենք ներկայացումը եւ այն թերությունները, որ դերասանը կամ բեմադրիչը ունեն, դա փակում է դրամատուրգիան։ Այո։ Եվ մեկ-մեկ սովորական հանդիսատեսը չի կարող տարբերել նա իրեն դուր է գալիս ներկայացումը, թե բուն նյութը, տեքստը։ Շատ լավ, բայց այս դեպքում եթե մենք նաև խոսենք հենց այդ ընթերցանությունների մասին, շարժման մեջ է կատարվում ընթերցանությունը։ Դա թատերական ընթերցումներ են, նաև դա կլինի եւ դրանից կարող է ծնվել նոր ներկայացում։ Այո, դա ամբողջությամբ ներկայացում չի, բայց բոլոր դեպքերում հանդիսատեսը կտեսնի այն շարժումը, այն պլաստիկան, որը հետո ապագայում կդառնա ներկայացում։
Շատ է, բազմիցս տարբեր հյուրեր ունենալով մեր տաղավարում մի հետաքրքիր փաստ եմ արձանագրել եւ նկատել, որ շատ ժամանակ շատ ներկայացումներ, որոնք մարդիկ, դերասանները կամ ռեժիսորները երկմտում են վերցնել թե ոչ եւ ձեր խորհրդով երբ վերցնում են, միշտ հաջողում են։ Այդ մասին մեզ մոտ շատ են պատմում։ Հենց հետաքրքիր այդ հոտառությունը ներկայացման հաջողության որտեղից ձեզ մոտ, որ եթե սա վերցնենք, այս պիեսը բեմադրենք, կհաջողի։ Գիտեք ինչ է պետք այսօր հանդիսատեսին։ Ես չգիտեմ, հանդիսատեսին տարբեր բաներ է պետք, բայց գիտեք ինչ, ես կարողանում եմ, դա երևի նաև մասնագիտություն է, գիտեք, դա էլ է մասնագիտություն, խորհուրդ տալ եւ տեսնել այն արդյունքը, որը կլինի։ Եվ ես շատ հետաքրքիր մի օրինաչափություն տեսա, այ հաջողության էներգիան։ Դա շատ կարևոր է։ Դա որ գիտեք ինչ, դա առաջանում է դերասանի մոտ եւ ձնագնդի պես տենց ավելի մեծանում է եւ ինքներեն ավելի վստահ է զգում, ավելի հետաքրքիր եւ ավելի խորը սկսում է եւ այդ էներգիան, որը մենք բոլորս հիմա գիտենք, որ դա իրոք մատերիա է, որ դա ուղակի բան չի, եւ իրոք դա այդ հաջողության էներգիան, այդ թվեր տալը դառնում է էներգիա։ Եվ դերասանը սկսում է ավելի հետաքրքիր, ավելի վստահ, ավելի ինքնավստահ եւ վստահ աշխատել, եւ դա փոխանցվում է հանդիսատեսին եւ գոլեգաներին, եւ ես ուզում եմ ասել, որ այո, ինչու՞ չէ, ուրիշ աշխատանքներում նույնպես այդ վստահությունը, այդ հաջողության էներգիան, որը կուտակվում է, դա տարածվում է եւ դառնում է արդեն անցնում է ուրիշ լեվելի վրա։ Այ խոսենք նաև հենց այդ լեվելներից, որովհետև այսօր շատ հետաքրքիր է, հա, տարեց տարի հանդիսատեսի պահանջարկը փոխվում է, հանդիսատեսը պահանջում է դերասանից կամ ներկայացումից այդ տարվա կամ այդ պահի զգացողություններին համապատասխան եւ տեքստային եւ վիզուալ տրամադրություն։ Դա ստանալ, երբ որ պերսոնաժները շատ են, մի քիչ հեշտ է, ստանալ, երբ որ մենակ ես բեմում, բավականին դժվար է։ Մենք ունեցանք այդ փորձը նաև անցած տարի Արմեն Քուշկյանի ներկայացումը, երբ դերասանը տրանսֆորմացիայի ենթարկվեց բեմի վրա եւ փոխվեց։ Այո։ Եվ դա արվեց այնքան պլաստիկ եւ համահունչ ու պրոֆեսիոնալ, որ հանդիսատեսը չզգաց այդ ամենը, բայց զգաց նաև այդ էմոցիաները։ Այսօր արդեն տարբեր երկրներից գալիս են Հայաստան։ Այս տարի ինչ է սպասվում մեզ, այ խոսքը լոկալ դերասանների մասին չէ։ Միջազգային։ Այո, միջազգային դերասան, ինչ է սպասվում, այ ինչ կարելի է նմանատիպ բան տեսնել։ Ինձ թվում է, մեր գերմանացին շատ հետաքրքիր դա Կաֆկայի գործի հիման վրա ակադեմիային զեկույցը, դա այն գիտեք ինչի մասին է, ինչպես կապիկը դառնում է մարդ, բայց նա արդեն ոչ կապիկ է, ոչ մարդ, ռուսերեն ասած «Типа кинул берег свой родной, а к другому так и не пристал»։ Եվ այդ տառապանքները, այդ հոգու, այդ ելևեջները շատ հետաքրքիր է եւ գերմանացին շատ նուրբ եւ հետաքրքիր նույնիսկ իր մեյքափը, իր գրիմը հետաքրքիր է արտացոլում եւ ստեղծում է մի ամբողջական կերպար։ Մենք ունենանք Լեհաստանից իրենց կլասիկ գործ, որը խաղա Մատեուշ Նովական, Մատեուշ Նովակին մեր հանդիսատես արդեն գիտի, Պանտադեուշ, դա զուտ լեհական գործ է։ Եվ գիտեք ինչ, մենք կտեսնենք օրինակ գերմանացու եւ լեհի դեպրոցի տարբերությունը, մոտեցումը կլասիկ նյութին, դա էլ է շատ կարևոր եւ հետաքրքիր։ Մենք կտեսնենք Համլետ, որը կգա Ռուսաստանից, դա կլինի լրիվ այլ Համլետ, դա կլինի շարժման, պլաստիկայի, ձայների եւ լույսի մեջ։ Իրանից շատ օրիգինալ ներկայացում կլինի։ Եվ Վրաստանից, գիտեք ինչ, Մեդեյան դա երևի մեր ազգի եւ նաեւ վրացիներին շատ համահունչ գործ է այդ կրքոտ կնոջ տարապանքները, բայց նույնպես շատ հետաքրքիր լուծում կունենա։ Ինձ թվում է մեր հանդիսատեսը կտեսնի տարբեր երկրների մոտեցումները եւ այն ժամանակակից լեզուն թատրոնի, որը հիմա շատ
կարևոր է եւ շատ արդիական է։ Այս սա է մեր գերմանացին։ Տեսնում եք ինքը հիբրիդ։ Այո։ Մեր երիտասարդները նույնպես շատ ակտիվ են։ Փայլուն գործեր են անում։ Այդպես որ գիտեք, դա իրոք ես կարող եմ ասել եւ վստահ լինել, որ Արմոնո ժանրը բացի դրանից, որ նա դրամադրում է հարթակ ներկայանալ եւ շանս է տալիս դուրս գալ թե միջազգային, թե մեր ավելի լայն տարածում ունեցած ինչ որ հաջողությունների եւ գեներացնել ինքդ քո մեջ այդ հաջողության էներգիան։ Եվ բացի դրանից, իրոք, ինչու՞ չէ, նաեւ բեմադրիչները նայում են եւ ասում են՝ «Վայ, իմ թատրոնում sense դերասան կա, կամ դերասանուհի կա»։ Ինչ հետաքրքիր է, Այ դուք ասացիք շանսը, հա։ Սա նշանակում է, որ Արմոնոն այսօր արդեն միջազգային դաշտում նշաձող է սահմանել, որին մասնակցելը հենց այնքան էլ հեշտ չէ։ Ոչ միայն լոկալ դերասանների հետ կապված, այլ միջազգային։ Ինչ չափանիշներով եք ընտրում այսօր արդեն ներկայացումները մասնակից։ Դրսի ներկայացումները, գիտեք, դա շատ տարբեր հայտեր են ուղարկվում, բայց հայտերը պիտի լինեն հետաքրքիր մեր ազգի համար, որովհետև միշտ ես դա կրկնում եմ, մենք անում ենք փառատոն մեր ազգի համար, մեր հանդիսատեսի համար, եւ մեր հանդիսատեսի համար այդ ներկայացումները պիտի լինեն եւ հետաքրքիր եւ ինչու՞ չէ, նաեւ մի քիչ մեր մտայնության մեջ։ Եվ բազմաժանր, տարբեր եւ հետաքրքիր, ես մոռացա ասեմ, որ Ֆրանսիայից մենք ունենանք ներկայացում, որը բեմադրվեց եւ խաղացվում է հայի կողմից, Արթուրը, որը ապրում է Ֆրանսիայում, նա ունի մի փոքր թատրոն եւ նա ստեղծում է ներկայացումներ եւ այդ ներկայացումը կլինի հայերեն։ Այդպես որ գիտեք ինչ, բայց դա նույնպես կլինի արդեն հիբրիդ, ոնց որ դուք ասեցիք, հայ, Ֆրանսիա, կան ինչ որ մի արվեստի մեջ եւ հաշվի առնելով, որ բեմադրիչը վրացի է, դա կդառնա հետաքրքիր միքս։ Ընդհանրապես այդ միքսերը, որոնք շատ կարևոր են եւ արդիական են հիմա այս փոքր երկրագնդի վրա, ինձ թվում է բերում են ավելի ճիշտ ինքնագիտակցություն, թե դու ով ես, ինչ ես, հայը ով է հիմա։ Եվ դա շատ կարևոր է իմանալ, թե մենք ով ենք եւ ինչ տեղ ենք զբաղեցնում թատերական միջավայրում ամբողջ աշխարհի մեջ։ Իսկ բացի ընթերցումներից եւ մոնոներկայացումներից էլ ինչեր կլինեն փառատոնի շրջանակում, վարպետության դասեր, հանդիպումներ։ Գիտեք ինչ, այս մի փուլը չէ, մենք կունենանք ուղղակի ներկայացումներ, մի երկու հյուրեր, որոնք դա կլինեն Ռուսաստանից եւ Գերմանիայից կլինեն շատ ակտիվ փառատոնի տնօրեն եւ ոսկե դիմակ եւ այլն տենց մի ներկայացուցիչ, որը հուսով եմ կընտրի, որովհետեւ գաղտնիք չէ, որ Արմոնոն այն փառատոնն է, որը նպաստում է, որպեսզի մեր ներկայացումները դուրս գան եւ գրավեն աշխարհը։ Հիանալի է։ Մենք ուզում ենք մաղթենք հաջողություն փառատոնին, որովհետև ինձ համար սա շատ առանձնահատուկ տեղ ունի Արմոնը, որովհետև ամենաառաջի փառատոնին կար նաև իմ մասնակցությունը ոչ որպես դերասան, այլ մենք այդ տարի առաջին կուրս էինք եւ կազմակերպիչների մեջ, հա, այդ օգնելու հարցում այդ մի քանի օր անցկացեցինք բոլոր երկրի ժամանած դերասաններ եւ այդ ապրեցինք այդ դա շատ հաճել էր եւ հուսամ, այո, կամավորներ էին եւ հուսամ, որ կգա ժամանակ, որ որպես դերասան մի օր էլ ես հայտ կներկայացնեմ եւ կմասնակցեմ։ Սա շատ կարեւոր է։ Շնորհակալություն ձեզ, որ այս տարիների ընթացքում տանում եք այդ կարեւոր նախաձեռնության միտքը եւ կյանքի եք կոչում ամեն տարի։ Մենք շատ լավ գիտակցում ենք, որ այս ամենը շատ դժվար է իրականացնել, բայց դա իրականացվում է։ Եվ մաղթում ենք, որպեսզի երբ որ արդեն ամեն ինչ ավարտվի եւ որոշվեն հաղթողները, դուք էլ բավարարված լինեք ձեր արված աշխատանքով, բացեք այս Սարգոն Ռոզեն Իջևանի կողմից ներկայացված եւ նշեք այդ կարևոր իրադարձությունը։ Շատ շնորհակալ եմ։ Եվ ուզում եմ ձեզ նվիրել նաեւ Արև Բացիկ, որ էլի նախատեսված է հարազատ ու սիրելի մարդկանց նվիրելու համար, շատ կարևոր խոսքեր են այստեղ։ Արսեն Սաֆարյանի երգից են Քո ճամփի արահետները ինձ ծանոթ, նորից բերում են ինձ քեզ մոտ։ Հիանալի է։ Սա ձեզ։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։
Շնորհակալ եմ։ Մեծ հաջողություններ ենք մաղթում փառատոնին։ Դե ինչ կլինի կարճատև դադար, որից հետո կվերադառնանք եւ կամ փոփայենք այսօրվա առավոտը։